Ապագան կանխորոշվում է տեխնոլոգիաների ներդրմամբ, դրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ գործընթացները կառավարելու կարողությամբ։ Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարվա գագաթնաժողովը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը եւ հյուրընկալել է Հայաստանի եւ աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական եւ նորարարական մասնագետների։ Վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն աջակցելուն։ Երբ ասում ենք տեխնոլոգիաներ, պետք է արձանագրենք, որ մենք չենք խոսում ինչ-որ աննախադեպ բանի մասին։ Իհարկե յուրաքանչյուր տեխնոլոգիա ինքը աննախադեպ է, բայց տեխնոլոգիա երևույթը որպես էություն եւ որպես բովանդակություն քաղաքակրթությանը ուղեկցող մշտական գործընթաց է եւ տեխնոլոգիաների զարգացումն է անդադ գործընթաց։ Հիմա մենք խոսում ենք արհեստական բանականության մասին, բայց process-ը ամբողջական հասկանալու համար մենք պետք է օրինակ արձանագրենք, որ գյուղատնտեսությունը ժամանակին, երբ որ մարդը որդեգրում էր գյուղատնտեսություն եւ արդեն սովորում էր բուսաբուծություն, օրինակ, դա տեխնոլոգիա էր։ Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը, հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել իր համար, որովհետև ի հայտ է գալիս արդեն ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մեջ արդեն բազմաթիվ ենթազարգացումներ են տեղի ունենում։ Խոսելով ժամանակակից տեխնոլոգիաներից, մասնավորապես արհեստական բանականությունից, վարչապետը շեշտել է դրանց նկատմամբ հանրային ճիշտ ընկալում ձևավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ ընթանում է տեխնոլոգիաների ընկալման ձևավորման փուլ, եւ այդ ընթացքում կարևոր է հանրությանը ներկայացնել ոչ միայն տեխնոլոգիական նորությունները, այլև դրանց կիրառման իմաստն ու նպատակը։ Վարչապետի խոսքով բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերում են ռիսկեր, որը սակայն չի նշանակում, թե պետք է դրանցից հրաժարվել։ Բոլոր տեխնոլոգիաները իրենց հետ բերել են սպառնալիքներ եւ մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ եւ դա ճիշտ է, այսինքն ասված որևէ պնդում եւ հանրության շրջանում գոյություն ունեցող որևէ մտահոգություն ես չեմ ուզում հերքել, ուղղակի ուզում եմ ավելացնել։ Ասում եմ, որ այսօրվա տեխնոլոգիաները կարող են մարդուն կախվածության մեջ գցել եւ դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել օրինակ դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ որ ինքը ստեղծվում էր, արդեն էլի cutting edge տեխնոլոգիա էր, որը իր հետ բերեց նաեւ այլ մարտահրավերներ եւ ինչ այլոց այդ մարտահրավերները այսօր ոչ միայն առկա են, այլև իրենք ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում ուղղակի անջատի չանջատել եւ դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել։ Տեխնոլոգիական ոլորտի զարգացման աջակցման հիմնական գործիքն ըստ Փաշինյանի մնում է կրթությունը։ Առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Վարչապետը վստահեցրել է, կառավարությունը գործնական քայլեր է կատարում տեխնոլոգիական ներուժի իրացման համար։ Ըստ Փաշինյանի, հանրակրթության ոլորտում տեխնոլոգիական նոր ներդրումները ճիշտ ճանապարհ են, որոնք ապահովում են երկրի զարգացումը, անվտանգությունն ու բարեկեցությունը։ Ըստ վարչապետի, լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ եւ քաղաքականություններ մշակելու եւ ունենալու համար կրկին անհրաժեշտ է ունենալ լավ կրթական համակարգ, իսկ լավ կրթական համակարգ ունենալու համար էլ անհրաժեշտ է լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ ու կարգավորումներ։ Նա ընդգծել է, աշխատանք ունենալ չունենալու, բարեկեցություն ունենալ չունենալու հարցի պատասխանը կրկին կրթությունն է։ Ի դեպ, Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը տարեցտարի դառնում է տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական հարթակներից մեկը, նպաստելով նորարարությունների տարածմանը, միջազգային գործակցության խորացմանը եւ տեխնոլոգիական Հայաստան տեսլականի իրականացմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։